դեպը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, կրկին Տիգրան անունով մանկահասակ երեխայի դեպքն էր, սահմռկեցուցիչ այդ սպանության դեպքը։ Սիրելի հետևորդներ, ես քարտեզը կրկին կառուցեցի, աստղաբանական հաշվարկների միջոցով է տեղի ունենում այդ բոլոր կանխատեսումները։ Դրանք պահանջում են երկարատև տարիների փորձ և համարձակություն այդ ինֆորմացիան տրամադրելու։ Սիրելի հետևորդներ, առաջին իսկ հաշվարկներից հասկացա, որ Լուսինը գտնվում է շատ բարդ վիճակում և շատ սառը կենդանակերպում։ Լուսինը հարազատներն էին, Լուսինը մոր կերպարն էր և 5 կետից այն մոտենում էր հանգուցալուծմանը, իրավիճակը մոտենում էր հանգուցալուծմանը։ Երկու դեպքերում էր կանխատեսումները կանխավ կատարել եմ իմ շրջապատի մարդկանց այդ շրջանակներում։ Դրանք իմ գործընկերներն են, բիզնես գործընկերները, իմ աշակերտները, իմ համախոհները, մինչ այս համացանցային լսարան անցնելը արդեն իսկ իմ շրջապատում ես երկու դեպքում էլ խոսել եմ և տվել եմ կանխատեսումներ, որոնք գերճշգրիտ էին համարվում։ Եվ ինչ տեղի ունեցավ 5 կետից, 5,5 կետից էր, բայց 5 կետից արդեն հանգուցալուծում երևում էր։ Իմ հրապարակումից ուղիղ 3 ժամ հետո ցավալիորեն լսեցինք երկրորդ ոտաբեր լուրը։ Երկուսի անունն էլ Տիգրան էր։ Որոշեցի հանրայնացնել, սիրելի հետևորդներ, որովհետև համացանցում ակտիվ եմ, բայց YouTube-ում իմ հաղորդումները երբեմն նկարահանվում են մի քանի օր առաջ կամ մեկ շաբաթ առաջ, և ես ժամանակին չեմ կարողանում այդպես մուտք գործել, քանի որ YouTube-յան հաղորդումներս համակարգված են այդպես ցուցադրվում, ես ստիպված եմ լինում Facebook-յան և Instagram-յան հարթակում հանդես գալ։ Ուստի սիրելիներս, ուշադիր եղեք, այնտեղ երբեմն գրավոր հրապարակումներ եմ կատարում։ Եկեք և տեսեք, որ Սև Լուսինը աշխատում է, Սև Լուսինը կարիճ է կենդանակերպում